Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին։ Մենք աշխատում ենք ուղիղ եթերում, հարգելի հեռուստադիտողներ, եւ այս պահից սկսած մինչև հաղորդման ավարտը կարող եք զանգահարել 54 89 34 հեռախոսահամարով եւ ուղղել ձեր հարցը բժշկին։ Հարցերը ընդունվում են նաեւ ինտերնետով մեր էլեկտրոնային փոստի հասցեն է շտապ օգնություն շնիկ ararat@gtv.am։ Այսօր խոսելու ենք պլազմաֆերեզի մասին։ Ինչ է դա, որ դեպքերում է անհրաժեշտ կատարել եւ ինչ ազդեցություն է թողնում այն օրգանիզմի վրա։ Մեր հյուրն է արյունաբան, փոխներարկաբան Լուսինե Սիմոնյանը։ Բարև ձեզ բժշկուհի։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Լուսինե, խնդրում եմ նախ սահմանենք ինչ է պլազմաֆերեզը եւ ինչ է տեղի ունենում այդ ժամանակ մարդու օրգանիզմում արյան մեջ։ Ես էլ եմ ուզում շնորհակալ լինել ձեզ, որ ինձ հրավիրել եք ձեզ հաղորդաշարին։ Ինչ է Իրանից ներկայացնում պլազմաֆերեզը։ Պլազմաֆերեզը, եթե լատիներենից մենք թարգմանենք, դա պլազմա եւ աֆերեզ բառերից է, այսինքն պլազմայի հեռացում օրգանիզմից։ Ընդհանրապես պլազմաֆերեզը դա որոշակի քանակի պլազմայի հեռացումն է իր մեջ պարունակվող բոլոր թունավոր նյութերի, բոլոր մետաբոլիզմի արգասիքների, բոլոր հակամարմինների, ալերգենների, հումորալ իմունիտետի կոմպոնենտների հետ մեկտեղ։ Եվ նա ունի շատ մեծ բուժիչ հատկություն եւ օգնություն է հասնում շատ հիվանդությունների ժամանակ եւ այլ մեթոդները չեն օգնում։ Ուրեմն այսինքն եթե մենք այսպես մի պահ վերադառնանք արյան կառուցվածքին, հա, արյունը ունի արյան բաղադրիչ տարրեր, դա բոլորիս հայտնի է էրիթրոցիտները, լեյկոցիտներն ու թրոմբոցիտները եւ պլազման։ Արյան պլազման ի սկզբանե ինչ ֆունկցիա է կատարում, որովհետև ձեր սահմանումից ենթադրվում է, որ այն նյութափոխանակության բոլոր արգասիքները, որ պետք չեն, կուտակվում են պլազմայում, այդ դեպքում ինչն է գնում, ասենք թե մեզի հետ, արտաթորանքի հետ կամ։ Ուրեմն արյունը ընդհանրապես, ինչպես գիտենք, ձևավոր տարրեր եւ պլազմա։ Պլազման դա արյան հեղուկ մասն է, որը անհրաժեշտ է, որպեսզի արյունը իր բնականon հունով պտտվի մեր անոթներում։ Եթե չլինի պլազման, բնականաբար կառաջանան թրոմբներ, կմակարդվի արյունը եւ դա ուղղակի հնարավոր չէ։ Պլազման իր իդեալական վիճակում կազմված է 90% ջրից եւ մնացած մյուս 10%-ը դա վիտամիններն են, միներալներն են, այսինքն նատրի, կալցի, երկաթ եւ մնացած միներալները եւ բացի դրանից սպիտակուցները, այսինքն այս ամենը ինչը անհրաժեշտ է մեր օրգանիզմի նորմալ մետաբոլիզմի աճի զարգացման գործունեության համար։ Բայց մեր օրգանիզմը ամեն օր շփվում է արտաքին ազդակների հետ եւ մենք թե օդից, թե սննդից, թե ջրից, հա, ընդունում ենք օրգանիզմ տարբեր թունավոր նյութեր, որը օրգանիզմը պետք է ունենա իր բնականon ճանապարհը դուրս բերելու, այսինքն դա երիկամներն են, դա լյարդը, փայծախը, դա շնչական ուղիներն են, դա մաշկը, թեկուզ, այո, եւ աղիքները։ Բայց եթե թունավոր նյութերի կոնցենտրացիան գերազանցում է մեր բնականon մեխանիզմների հնարավորությունը, այդ թունավոր նյութերը սկսում են կուտակվել օրգանիզմում եւ գնում են տարբեր օրգան համակարգեր, առաջացնելով պաթոլոգիկ վիճակներ, որոնք հետագայում դառնում են արդեն հիվանդության պատճառներ եւ առաջանում են տարբեր հիվանդություններ։ Բայց ես ուզում եմ ասել, որ բացի արտաքին մեխանիզմից, այսինքն այն ինչ որ ասում ենք էկզոտոքսին, արտաքինից ներս մտած տոքսիններ, օրգանիզմը ունի էնդոտոքսիններ, այսինքն այն նյութափոխանակություն, այո, երբ որ առաջանում է ներքին փոխանակության խանգարում, ինչ-ինչ պատճառներով, լինի դա վիրուսներ, լինի ինֆեկցիաներ, լինի ինչ-որ աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, հա, օրգանիզմը սկսում է ուրեմն արտադրել էնդոտոքսիններ, որոնց հետ էլ պետք է օրենքով առողջ օրգանիզմը եւ առողջ իմուն համակարգը կարողանա պայքարի եւ դուրս բերել օրգանիզմից, բայց եթե նրանց քանակությունը սկսում է գերազանցել իմուն համակարգի հնարավորությունները նրանց դուրս բերման, նրանք սկսում են կուտակվել եւ նստել տարբեր օրգան համակարգերով եւ դա արդեն նայած թիրախ օրգանը որն է, բերում է այդ տվյալ օրգան համակարգի հիվանդությունների առաջացմանը։ Հասկանալի է։ Բժշկուհի, պլազմաֆերեզը հին մեթոդ է, դա ես հիշում եմ, որ իմ դպրոցական տարիներին նույնպես ասում էին, որ այսինչ մարդու մոտ խնդիրներ կար եւ գնաց արյունը փոխելու։
Ես խնդրում եմ ասեք, ժողովրդի մեջ տարածված այդ կարծիքը, որ դա արյունը թարմացնող միջոց է, ճիշտ է, եւ եթե այո, ինչ կերպ է տեղի ունենում այդ թարմացումը։ Ուրեմն պլազմաֆերեզը իրոք բավականին հին մեթոդ է, այո, որը դեռ 1939 թվականին են հայտնաբերել, իհարկե դա հայտնաբերել են անգլիացի գիտնականները եւ հետագայում իհարկե տարիների ընթացքում քանի գնացել, այնքան զարգացել է այդ մեթոդիկան, սկզբում կատարվել են արյան բաց թողումներ, որոնք պլազմաֆերեզի նախորդին են եղել, հա, հիվանդությունների ժամանակ տարբեր բժիշկներ տեսել են, որ արյան բաց թողում այս կամ այն հիվանդության ժամանակ բերում է ինչ-որ վիճակի լավացմանը։ Բաց թողում, այսինքն պարզապես հոսքի։ Այո, այն ժամանակ ուղղակի բաց են թողել, իհարկե հիմա ինչպիսի շռայլույթ։ Իսկ հիմա իհարկե պլազմաֆերեզի մենք տարբեր ապարատներ ունենք եւ կատարվում է տարբեր մեթոդիկաներով, բայց ձեր հարցի պատասխանեմ, ինչ ձևով է դա, ինչ մեխանիզմով է դա կատարվում։ Ինչ է կատարվում պլազմաֆերեզի ժամանակ մենք ասեցինք, որ դուրս է բերվում որոշակի քանակության պլազմա, ինչքան որ կարելի է տվյալ հիվանդության եւ տվյալ հիվանդի համար։ Ես հետագայում կասեմ դա ոնց ենք մենք որոշում։ Ուրեմն դրա հետ մեկտեղ դուրս է բերվում բոլոր թունավոր նյութերը, էկզո եւ էնդոտոքսինները։ Պլազմաֆերեզը ինքը ազդում է 3 օղակների վրա օրգանիզմի։ Առաջինը դա հենց այ դեզինտոքսիկացիոն մեխանիզմն է, այսինքն ինքը առաջի հերթին հակաթունավորման մեխանիզմ ունի, որ նյութերը թունավոր օրգանիզմից դուրս է բերվում, նրա հետ նաեւ հակամարմինները, ալերգենները, արգասիքները, որոնք կուտակված են պլազմայում։ Ընդհանրապես մեթաբոլիզմի եւ օրգանի բոլոր նյութափոխանակության այդ արգասիքները կուտակվում են հենց պլազմայում, ոչ մի ուրիշ տեղ նրանք եւ շատ այսինքն պլազման այն միջավայրն է, որտեղ օրվա նյութափոխանակությունն են տարածում, եւ ես ավելին ասեմ, շատ ինֆեկցիոն ագենտներ, նրանց արտադրած տոքսիններ, հա, ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ նույնպես կուտակվում է պլազմայում։ Այ առաջին օղակը դա է, հենց դետոքսիկացիոն, այսինքն օրգանիզմից տոքսինների դուրս բերելը։ Երկրորդ օղակը դա իմուն համակարգի կարգավորումն է։ Քանի որ օրգանիզմը, մենք ասեցինք, պետք է ունենա իր իմուն համակարգը, որը պետք է ապահովի արյան ֆիլտրացիան, հա, եւ արյան մաքրումը բնականon ճանապարհով, այսինքն լյարդով, փայծախով եւ մնացած օրգան համակարգերով, իսկ պլազմաֆերեզը օգնում է այս իմուն համակարգին, քանի որ նա մի անգամից դուրս է բերում բոլոր տոքսինները օրգանիզմից, իմունիտետը ձեռքբազատվում է այդ տոքսիններից եւ նա ավելի թեթև է սկսում աշխատել, բնականաբար թեթևանում է մնացած օրգան համակարգի աշխատանքը։ Երրորդ օղակը, որի վրա ազդում է պլազմաֆերեզը, դա արյան մակարդելիությունն է եւ խտությունը։ Պլազման ապահովում է նորմալ խտությունը արյան եւ ասեցինք նրա անոթներով ճիշտ տեղաշարժվելու հնարավորությունը։ Ինչ պատճառներով, եթե պլազմայում կուտակվում են հակամարմիններ եւ պաթոգեն սպիտակուցներ, նրանք բերում են արյան խտության բարձրացմանը, ինչը կարող է նույնպես բերել տարբեր հիվանդությունների պատճառների եւ հակառակը տարբեր հիվանդություններ բերվում են արյան խտության բարձրացմանը, ինչը նույնպես դժվարացնում է արյան հոսքը, արյան շրջանառությունը, սրտի աշխատանքը, իսկ այս ամենը բերում է իր արդեն հետևանքները տարբեր օրգան համակարգերի վրա։ Երբ որ պլազմաֆերեզի միջոցով մենք դուրս ենք բերում այդ հակամարմինները, աուտոիմուն հակամարմինները, ալերգենները, պլազման ձեռքբազատվում է այդ սպիտակուցներից եւ նրա հոսքը ավելի արագանում է եւ նյութափոխանակությունն է կարգավորվում, ինչպես նաեւ օրգանիզմը դուրս է գալիս հիպոքսիկ վիճակից, որովհետեւ արյան ամենակարևոր ֆունկցիան դա թթվածնի տեղափոխումն է տարբեր օրգան համակարգեր, որպեսզի օրգանիզմի մեթաբոլիզմը ավելի ճիշտ գոյատևի։ Հասկանալի է։ Ես ճիշտ պատկերացրեցի, որ պլազմաֆերեզի էությունը դա արյան տարերի եւ պլազմայի առանձնացումն է, բայց ոչ ամբողջ պլազմայի եւ այդ առանձնացված պլազման մաքրվում է, այսպես ասած, այդ տոքսիններից կամ այլ նյութերից, որ պետք չէ, որ իրականում լինի պլազմայի մեջ, բայց այս կամ այն պատճառով կամ էկզոգեն կամ էնդոգեն կուտակվել է պլազմայի մեջ, հետո նորից նույն այդ
այդ պլազման ներ է մուծվում ոչ։ Ուրեմն մեր պրոցեդուրան ոնց է կատարվում։ Ուրեմն դա երակային պրոցեդուրա է, որը կոչվում է էքստրակարպարալ վիրաբուժության մեջ է մտնում, էֆերեն թերապիայի, ինչի է էքստրակարպարալ, որովհետև դա ինչ է նշանակում։ Հենց այդ եմ ուզում ասել, ուրեմն դա նշանակում է, որ պրոցեդուրան կատարվում է երակից դուրս։ Էքստրակորպորալ դա հենց եթե մենք թարգմանենք, այո, ինքը տերմինը այդպես է, այո, երակից դուրս։ Բայց ինչա կատարվում։ Մեր մեմբրանային պլազմաֆերեզի ամենանոր, հա, ձևը պլազմաֆերեզի 10-15-20 մաքսիմում միլիգրամ արյունով դուրս է բերում ամբողջ արյունը։ Անցնում է ֆիլտրով, ֆիլտրը ինքը իրանից ներկայացնում է լավսանային ֆիլտրներ, որոնք ունեն զուտ այդպիսի մեխանիկական ֆիլտր։ Այո, մեխանիկական ֆիլտր է, որը պահում է Այսինքն ինչ որ քիմիական նյութերի ազդեցության չի ենթարկվում, որպեսզի նստեցման արագության տակ կամ մի ուրիշ միջոցով այդ պլազման մաքրվի։ Ինքը այո, ցանց, այո, եթե այսպես հասարակ ասենք, դա ցանցի նման լավսան է, որը պահում է բարձր մոլեկուլյար սպիտակուցները, այսինքն այդ հակամարմինները, ալերգենները, թունավոր նյութերը, եւ անցկացնում է էրիթրոցիտ, լեյկոցիտ, տրոմբոցիտ եւ ցածր մոլեկուլյար սպիտակուցները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին, այսինքն ալբումինները։ Այդ ամբողջը հետ է գնում հիվանդին, այսինքն այն ինչ որ պետք է։ Ինչ որ պետք չէ մի անգամից մեխանիկորեն այդ 20 գրամ արյունը վերցվեց, մաքրեց, ինքը դուրս բերեց պլազմայի միջոցով, պլազման եւ այդ թունավոր նյութերը առանձին փաթեթի մեջ են հավաքվում, նորից երկրորդ փուլը վերցվում է նորից 20 միլի արյուն եւ նորից մաքրվում, ետը տրվում է։ Պրոցեդուրայի իմաստը մաքրված ներմուծվում է նորից, բայց զուգահեռ նոր 20 միլիլիտր է գնում։ Իսկ այդ մաքրված չմաքրվածի մեջ չի կորում շուտ, թե քանի անգամ է մեկ պլազմաֆերեզի գործողության մեջ կատարվում այդ 20-20 միլիլիտր։ Ուրեմն պլազմաֆերեզի մեր ապարատը տալիս է այդ հնարավորությունը, որ մի պրոցեդուրայի ժամանակ մենք մաքրում ենք մոտավորապես 1.5-2 լիտր արյուն եւ ավելի։ Եթե մենք ուզենանք կարող ենք, չէ, գրեթե ամբողջը չէ։ Արյունը մենք հաշվարկում ենք ընդհանրապես մարդու քաշով։ Ընդհանրապես ամեն մարդ ունի 7% իր քաշի արյան զանգված։ Այո։ Եւ միջինը, եթե օրինակ 64 կիլոգրամ է, ուրեմն բազմապատկում ենք 7-ով լինում է մոտավորապես 4.5 լիտր, այո, 4.5 այո, լիտր արյուն։ Այնտեղից մենք հաշվարկում ենք մարդը ինչքան ունի պլազմա, նորմայում արյան 55%-ը պետք է լինի պլազման։ Մենք հաշվարկում ենք պլազմայի քանակությունը, եւ այնտեղից արդեն որոշում ենք ինչքանի տոկոս պլազմա պետքա հեռացնենք։ Դա արդեն կախված է հիվանդությունից, կախված է մարդու քաշից, կախված է թե նա ինչ խնդիրներ ունի, ճնշման արկայությունից կամ ոչ, մի խոսքով դա արդեն մի խումբ գործոններ են, որոնք մենք հաշվի ենք առնում։ Բժշկուհի ռեժիսորը հուշում է, որ մենք արդեն ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ, բժշկուհի ջան։ Իմ գեմոգլոբինը 50 է, ոտքերս, ձեռքերս շատ է ցավում, հիմա ուռում եմ, կարող է անոթային հիվանդություն էլ ունեմ, վարիկոզ։ Հետո ողնաշարի ասեցին պետք է կատեն ցույց չտվեց, կարող է ողնաշարի գրիժայից բոլոր տեղերս ուռել է, որով այն ստամոքսս ու ախորժակ չունեմ, լավ չեմ զգում, շատ է ցավում ոտքերս, ձեռքերս, արմս էլ 50 է գեմոգլոբինը, շնորհակալություն։ Իհարկե շատ լիքը բողոքներ ուներ հեռուստադիտող։ Խորհուրդ կտամ հեռուստադիտողին, որ անպայման հետազոտվի, քանի որ եթե հեմոգլոբինը իջնում է, ուրեմն անպայման պետք է դիմել արյունաբանի կոնսուլտացիայի, ավելի լայնածավալ արյան անալիզներ, հա, արյան քննություններ հանձնելու համար եւ ողջելու թե այտուցները որտեղից են գնում, մինչեւ լայնածավալ այդ հետազոտությունները չլինի, ես չեմ կարող ասել այնտեղ ինչ խնդրեմ կարող է լինել, որտեղ այնտեղ կարող է լինել շատ տարբեր հիվանդություններ պատճառը։ Հասկանալի է, արյունաբանի խորհրդատվությունը պարտադիր է, որ այլ հետազոտություններ նույնպես անցնեն։ Այո, վերջնական ախտորոշումը որոշվի։ Եթե չիմանան վերջնական ախտորոշումը, բնականաբար բուժումն էլ։ Գրիժայից դա չի կարող լինել միանշանակ։ Լսենք հաջորդ հեռուստադիտողին բժշկուհի, ալո։ Բարև ձեզ, բժշկուհի։ Ես մի խնդրակ ունեմ, իմ մոտ հոդացավեր ունեմ շատ ուժեղ ու բարձր են շատ այրան տրոմբոցիտները, գեմոգլոբինը, խլոստերինը, հնարավոր է հոդացավերը դրանից լինեն։
Խնդրում եմ պատասխանեք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն, եթե հեմոգլոբինը շատ բարձր է, հոդացավերը կարող են դրանից լինել, քանի որ ոնց նշում է հիվանդը, ուրեմն տրոմբոցիտների հեմոգլոբինի բարձրացման ժամանակ, այն ինչի մասին մենք խոսում էինք, արյան խտությունը բարձրանում է եւ արյունը սկսում է ավելի դժվար շրջանառել եւ դա կարող է բերել եւ այտուցների եւ հոդացավերի, անպայման նրան էլ պետք է արյունաբանի խորհրդատվություն եւ արդեն հետագա միջամտությունները այդ դեպքում մենք ունենք մեր պլազմաֆերեզին զուգահեռ էրիտրոֆերեզ պրոցեդուրա, այո, որտեղ էրիտրոցիտներն, եթե հեմոգլոբինը եւ էրիտրոցիտներն են բարձր լինում, հեռացում է քիչ քանակությամբ էրիտրոցիտներ եւ հեմոգլոբինի բնականաբար։ Հետաքրքիր, դա նույնպես հնարավոր է Հայաստանում այդ տեխնիկան սարքավորումները նույնպես կան։ Այո։ Բժշկուհի, դուք նշեցիք մեմբրանային պլազմաֆերեզի մասին։ Դա պլազմաֆերեզի տեսակ է համարվում եւ եթե այլ տեսակներ նույնպես կան, խնդրում եմ ծանոթացրեք։ Ուրեմն պլազմաֆերեզի մենք ունենք ընդհանրապես ամբողջ աշխարհում գոյություն ունի մեմբրանային եւ ցենտրիֆուգային պլազմաֆերեզներ։ Դրանք նույն պլազմաֆերեզն են, ուղղակի մեթոդների տարբերություն է։ Մեմբրանային պլազմաֆերեզի ժամանակ այո, այսինքն մեմբրանային ֆիլտրներ են օգտագործվում եւ այնտեղ ուղղակի արյունը անջատվում է, հա, պլազմայի եւ էրիտրոցիտար, լեյկոցիտար եւ տրոմբոցիտար զանգվածի մեմբրանային միջոցով։ Իսկ ցենտրիֆուգային պլազմաֆերեզը կատարվում է տարբեր ապարատների միջոցով, որտեղ տեղակայված են ցենտրիֆուգաներ։ Դա ֆիզիկական, գիտեք, ֆիզիկայից եկած մեթոդ է, որը պտտվում է 1200 աբարոտի տակ եւ մեխանիկորեն անջատում է պլազման էրիտրոցիտներից, քանի որ պլազման ավելի թեթև է, բարձրանում է դեպի վերև, էրիտրոցիտները նստում են ներքև եւ այդ ապարատները վերին շերտը պլազման հեռացնում են, իսկ էրիտրոցիտները հետ է վերադարձվում հիվանդին։ Դա նույնպես կատարվում է մեր կենտրոնում, այսինքն երկու տարբերակներն են, որն է ավելի նոր միջոց, ավելի չասեմ անվնաս, որովհետև հասկանում եմ, որ երկուսն էլ երևի թե անվնաս են, մենք դրան դեռ կանդրադառնանք, թե ում է կարելի, ում ոչ, բայց որն է ավելի թանկարժեք, այդպես ասենք, հա։ Ուրեմն մեմբրանային տարբերակը ավելի թանկարժեք է, քանի որ մեմբրանաները իրենք իրենցից ավելի թանկարժ են եւ դրա համար այդ պրոցեդուրան, բայց այստեղ մի բայց կա, որ մեմբրանային տարբերակը թույլ է տալիս ավելի մեծ քանակությամբ արյուն մաքրել մեկ պրոցեդուրայի ժամանակ, որը գրեթե կեսը, այսինքն հնարավոր մինչև 50%, եթե մենք փոխանակում ենք դոնորական պլազմայում 50-ից ավելել կարող ենք մաքրել, որը թույլ չի տալի ցենտրիֆուգային տարբերակը։ Ցենտրիֆուգային տարբերակները միշտ ունեն իրենց սահմանված չափսը, որից ավել ուղղակի հնարավոր չի պլազման դուրս բերել։ Քանի անգամ պետք է գա պացիենտը ցենտրիֆուգայինի համար։ Իրանց տարբերությունը դրանումն է, որ եթե կուրսը մեմբրանային պլազմաֆերեզի ժամանակ 3-ից 5 հատից է կազմված, այսինքն 3-5 պրոցեդուրա, ցենտրիֆուգայինի ժամանակ արվում է 5-ից մինչև 7-8 պրոցեդուա, այսինքն կրկնակի։ Մի քանի անգամ ավելի շատ պետք է գա։ Եվ բժշկուհի, դուք նշեցիք դոնորական արյան մասին, բոլոր դոնորների արյունը այս ձևով, այսպես ասած, մաքրվում է, հետո է ներմուծվում ուրիշների օրգանիզմ, թե դոնորական պլազմաֆերեզը կատարվում է նույն ցենտրիֆուգային ձևով, բայց այնտեղ արդեն դոնորները անցնում են հատուկ հետազոտություններ, դա մեզ մոտ առանձին բաժանմունք է մեր կենտրոնում, որտեղ դոնորները, գիտեք, 3 տարբեր խմբերի են բաժանվում, նրանք գալիս են, հետազոտվում են, անպայման նրանց արյունը հետազոտվում է, իհարկե նույն եթե կարիք լինում է նոր պլազմաֆերեզ են անում, թե բոլորին Չէ, ոչ, բոլոր միայն առողջ մարդիկ կարող են լինել դոնոր, իսկ մենք կատարում ենք բուժական պլազմաֆերեզ, որտեղ հիվանդ մարդկանց հենց բուժում ենք։ Լսենք հաջորդ հեռուստադիտողին, այսօր մեր հեռուստադիտողները բավական ակտիվ են, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եի ճշտել ժառանգական ֆակտոր ունեցող, երբ որ հորից փոխանցում է որդիներին բարձր ճնշումը, այդ պահով, երբ որ բարձր է պրոտրոմբինը, դա ինչպես է բացատրվում պլազմայի հետ կապված։ Շնորհակալություն։
Շնորհակալություն։ Պրոթրոմբինը, պրոթրոմբինը դա եթե դա ժառանգական բնույթ ունի եւ պրոթրոմբինը բարձր է, նա նույնպես պետք է դիմի արյունաբանական կենտրոն, արյունաբանի կոնսուլտացիա, որտեղ դա կարող է լինել ժառանգական տրոմբոֆիլիա, հա, այսպիսի ախտորոշում, այո, գենային մակարդակի եւ այդ դեպքերում է իմիջիայլոց բացի դեորայքային բուժումից ցուցված է նաեւ պլազմաֆերեզը, քանի որ մենք արդեն դրա մասին խոսեցինք, նա կարգավորում է արյան խտությունը եւ իջացնում, իսկ եթե արյան խտությունը իջնում է նաեւ արյան զարկերակային ճնշումը, եթե դա կապված է հենց այս տվյալ խնդրի հետ։ Բժշկուհի, լսենք հաջորդ հեռուստադիտողին, ալո։ Ալո, բարև ձեզ։ Այո։ Ես 61 տարեկան եմ, կուզենայի իմանալ, ես դոնոր լինելը, արյան դոնոր լինելը ինձ համար վնասակար չէ։ 61 տարեկանը կարող է լինել արյան դոնոր։ Դոնոր կարող են լինել մինչև 60 տարեկան, ինձ թվում է վնասակարը ոչ մի տարիքում դոնոր լինելը վնասակար չի, դա միայն օրգանիզմին օգտակար է, դա բերում է օրգան համակարգերի ավելի ակտիվ աշխատանքին, այնպես որ բոլորն է կարող են դոնոր լինել, բայց տարիքային եւ քաշային այնտեղ արդեն հատուկ ուրեմն պահանջներ կան դոնոր լինելու համար, կարող է հեռուստադիտողը դիմել մեր կենտրոն դոնորական բաժին, այնտեղ իր բոլոր հարցերին ավելի հակիրճ եւ ավելի Խոսքը արյունաբանության կենտրոնի մասին է, Հանրապետության գլխավոր արյունաբանական կլինիկան, բոլորին ծանոթ, որ բոլոր հարցերի պատասխանները ավելի գործնական ձևով կարելի է այնտեղ ստանալ, եթե իհարկե 61 տարեկան չունի առողջական այլ խնդիրներ, որ հակացուցում կլինեն իր առողջությունը կդնեն, հա, հարցականի տակ անպայման դրա համար մենք ունենք մի ամբողջ բաժին, որոնք զբաղվում են դոնորական հենց արյուն վերցնելով եւ այնտեղ աշխատում են թերապևտներ, նրանք բոլորը հետազոտում են, ամբողջ ինֆորմացիան տալիս են, այսինքն հեռուստադիտողը կարող է դիմել կամ զանգով կամ ինքը այցելել եւ այնտեղ կհասկանա իր պատասխանը։ Բժշկուհի, դուք նշեցիք, որ թունավորումների դեպքում, օրինակ, այսինքն երբ այդ տոքսինները կուտակվել են արդեն պլազմայի մեջ եւ անհրաժեշտություն կա, որ պլազման ազատվի դրանցից, որպեսզի կարողանա արյան մյուս տարերի համար առողջ միջավայր ապահովել, հա, եւ նաեւ արյան շարժը ճիշտ արագությամբ եւ քանակով ապահովել անոթներով պլազմաֆերեզ եք կատարում։ Ես ուզում եմ հասկանալ, մյուս ճանապարհը, որը նույնպես տոքսինների նոսրացման գործընթաց է, հա, մենք բոլորս գիտենք, որ ով թունավորվածությամբ գնում է կլինիկա բժշկական, միանգամից այդ սիստեման կաթիլային համակարգն են միացնում եւ ոչ թե հանում են այնտեղից արյուն կամ այլ արյան տարեր առանձին եւ այլն, այլ ներ են մուծում ֆիզիոլոգիական լուծույթ, դա փաստորեն հակառակ process-ով ֆիզիոլոգիական լուծույթ ներմուծելով արյան մեջ շատացնում են այդ պլազմայի քանակը եւ նոսրացնում են պարզապես նույն էֆեկտն է դա ունենում, թե պլազմաֆերեզն ու այդ կաթիլայինը ինչքան են կոնկուրենտ, ուզում եմ հասկանալ եւ արդյոք մեկը մյուսին փոխարինում է, թե դրանք տարբեր բաներ են։ Ուրեմն կաթիլային համակարգը երբ որ միացնում են, ինչ է կատարում, նրանք բացի նրանից, որ նոսրացնում են այդ տոքսինների քանակը, մեծ քանակությամբ երբ որ կաթիլային սիստեմայով ստանում են ֆիզլուծույթը, այդ ամբողջը դուրս է բերվում երիկամների միջոցով, այսինքն դա կոչվում է ֆարսիրованный դիուրեզ, հա, երբ որ մեծ քանակությամբ ուրեմն միզարցակություն է կատարում եւ այդ տոքսինները մեզի միջոցով դուրս են բերվում, բայց կաթիլային համակարգը եւ պլազմաֆերեզը ոչ մի դեպքում չեն կարող լինել համարժեք, քանի որ եթե տոքսինների քանակությունը շատ մեծ է, ինչքան էլ որ դուրս բերեն ուրեմն կաթիլային համակարգի միջոցով կամ հենց թեկուզ ալերգիաների ժամանակ, հա, ինչքան էլ դուրս բերեն, միևնույն է, եթե նրանց քանակությունը շատ է տոքսինների, ալերգենների կամ հակամարմինների, միևնույն է, նրանք նստում են տարբեր թիրախ օրգան համակարգերում եւ միջբջջային տարածքներում, ինչպես նաեւ կարող են լինել եւ բջջի վրա, եւ հետագայում կարող է այդ րոպեին լինի ռեմիսիա, բայց հետագայում նրանք անպայման ինչ
ինչ-որ օրգանիզմի ստրեսային վիճակներում, երբ որ իմուն համակարգը ճնշում է, այո, նրանք իրենց նորից գլուխ են բարձրանում, իսկ պլազմաֆերեզի իմաստը հենց նա է, որ նա դուրս է բերում պլազմայից այդ տվյալ պահին այդ բոլոր տոքսինները։ Իմիջիայլոց առաջի պրոցեդուրայի ժամանակ, երբ որ դուրս է բերվում հենց արյան հունում պտտվող տոքսինները, օրգանիզմը միացնում է իր կոմպենսատոր մեխանիզմները, այսինքն ինչ է կատարվում, քանի որ արյունը մաքրվում է, նա իր միջբջջային տարածքից այդ տվյալ տոքսինները, հակամարմինները կամ ալերգենները դուրս է մղում դեպի արյուն։ Այսինքն երկրորդ պրոցեդուրայի ժամանակ արդեն մաքրվում է միջբջջային տարածքը։ Իսկ երրորդի ժամանակ, քանի որ միջբջջային տարածքն էլ է արդեն մաքրվել, դուրս են մղվում բջջի մեջ եղած տոքսինները եւ թունավոր նյութերը, ալերգենները, հակամարմինները եւ այլն։ Այսինքն կարելի է ասել առաջին, երկրորդ, երրորդ անգամ տարբեր այդ մեմբրանաներ են օգտագործվում, թե դրանք նույն մեմբրանաներն են եւ նաեւ արդյոք դրանք տարբեր են ձեր նշած այդ 3 պատճառային հիմքերի դեպքում, հա, եթե օրինակ դուք հետազոտել եք եւ գիտեք, որ այստեղ հենց տոքսիններն են շատ կամ իմունային համակարգի հետ խնդիր կա կամ թրոմբոցիտներն են, թրոմբոցիտների դեպքում այլ մեմբրանա է դրվում, տոքսինների դեպքում այլ, թե այդ նույն մեմբրանան ճանաչում է եւ Ուրեմն մեր ամբողջ համակարգը միանվագ է։ Ոչ մի բան մեր կենտրոնում չկա, որ օգտագործվի բազմանվագ օգտագործման համար լինի։ Եվ ամեն անգամ նոր մեմբրանա տարբեր։ Չէ, որակը նույն մեմբրանաներն են, ուղղակի այո, իրանք լավսաններ են, որոնք ճանաչում են դրանք, եւ այդ նյութերը չեն փոփոխվում իրանց մոլեկուլյար զանգվածով կամ իրենց տեսքով։ Ուղղակի այդ նյութերը արյան մեջ պտտվելով, եթե նրանք շատ են լինում, նստում են տարբեր թիրախ օրգան համակարգերում, բայց դա նույն օրինակ կարող է տոքսինների համար ատիպի լավսաններ մյուսի համար, լսենք մեր հեռուստադիտողին նա կապի մեջ է եւ սպասում է, ալո։ Բարև ձեզ։ Գիտեք, ինձ մոտ գլխուղեղի անոթների հետ կապված խնդրեմ կա, դուպլեքս է արվել եւ ասին, որ անոթները սպիրալաձև են, առաջարկել են վիրահատություն, ինչ-որտեղ, բայց հնարավոր է սա ինչ-որ չափով օգնի պլազմաֆերեզը։ Շնորհակալություն։ Ուրեմն պլազմաֆերեզը կօգներ, եթե անոթների խնդիրը լիներ խոլեստերինի բարձր քանակի ժամանակ լիպոպրոտեիդների, այսինքն ատերոսկլերոտիկ բլաշկաների դեպքում պլազմաֆերեզը հեռացնում է այդ խոլեստերինը եւ լիպոպրոտեիդները եւ արյան շրջանառությունը լավացնելով, բացի դրանից լավացնելով արյան անոթի պատի վիճակը, խնդիրները իշեմիայի գլխի բավականին լավացնում է, բայց եթե սա բնածին ուրեմն դեֆեկտ է անոթների, այդտեղ բացի վիրահատական միջոցից ինձ թվում է ոչ մի ուրիշ մեթոդ չի կարող օգուտ լինել։ Եվ ընդհանրապես պլազմաֆերեզը բուժման միջոց է, թե վիճակի լավացման, թե նպաստող բուժական process-ին։ Ուրեմն պլազմաֆերեզը ընդհանրապես օգտագործում են աշխարհում 300-ից ավել հիվանդությունների ժամանակ։ Եթե ես սկսեմ հիմա թվարկել այդ ամբողջը, իհարկե խմբերով ես կասեմ, ալերգիկ ուրեմն շատ օգտագործվում է ալերգիաների ժամանակ բոլոր տեսակի, սկսված սեզոնային ռինիտներից վերջացված կվինկեի այտուց, բրոնխիալ ասթմա, քրոնիկ եղնջացաներ, բացի դրանից շատ մեծ էֆեկտներ են ստանում եւ մեր կենտրոնը նույնպես մենք բավականին արդեն փորձ ունենք դրա սիստեմային հիվանդությունների, աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, որի մեջ ներառվում են ռևմատոիդ արտրիտ, կարմիր գայլաղ, սկլերոդերմիա, ուրեմն բշտախտ, հա, աուտոիմուն, պսորիազ, այս ամբողջ խումբը։ Բացի դրանից շատ մեծ էֆեկտ մենք ստանում ենք հեմատոլոգիայում միելոմային հիվանդություն եւ հեմորագիկ վասկուլիտների եւ տրոմբոցիտոպենիկ ծիրանացանների ժամանակ կատարվում է պլազմաֆերեզ մեծ խմբի հղիների, այսինքն
ակուշերստվայում եւ գինեկոլոգիայում է շատ մեծ տարածում գտել, քանի որ շատ կանայք հիմա տառապում են ժառանգական տրոմբոֆիլիաներում, բացի դրանից հաշելահակամարմինների ժամանակ, խմբային եւ ռեզուս կոնֆլիկտների ժամանակ, երկրորդային չբերության ժամանակ, եթե պատճառը հաշելա կամ ինչ-որ մի աուտոիմուն հիվանդությունն է, աուտոիմուն տիեոիդիտների ժամանակ բազմաթիվ են եւ բազմազան, որոնց դեպքում էֆեկտիվ են։ Այստեղ մի բայց եմ ուզում ասել, ուրեմն մենք միշտ աշխատում ենք թիմային, այսինքն պլազմաֆերեզը առանձին բուժող մեթոդ չի կարող լինել, նա օգնություն է բազիսային բուժման հետ, այո, այսինքն մենք միշտ կապի մեջ ենք լինում տվյալ ալերգոլոգի, արյունաբանի, գինեկոլոգի, այո, բժշկի հետ եւ իրենց հետ էլ, եթե նրանց անհրաժեշտ է պլազմաֆերեզից հետո ինչ-որ ներարկել, ինչ-որ դեղորայք, եթե կասեն կամ սիստեմայի հետ ինչ-որ ուրիշ միջամտություններ են պետք, մենք արդեն նրանց հետ մեկտեղ դա կատարում ենք։ Այսինքն տարբեր խմբային հիվանդությունների համար կատարվում է տարբեր տեսակի եւ տարբեր քանակական եւ որակական պլազմաֆերեզ։ Մշկուհի ռեժիսորը հուշում է, որ կրկին ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարի ձեզ, ես ուզում եի մի հարց ուղղել բժշկին, արդյոք արյան խտությունը տարբեր աստիճաններում կարող է վտանգավոր լինել հղի կնոջը եւ դա ինչ վտանգ է ներկայացնում իրենից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն այդ հարցը նաեւ ես էի նախատեսել, թե պլազմաֆերեզը եւ հղիությունը որքան համատեղելի են եւ հղիության ընթացքում եւ նաեւ գիտեմ, որ շատ խորհուրդ է տրվում նաեւ անպտղություն ունեցող կանանց խնդրում եմ, այո, այդ դեպքում բարձրաբանեք, թե ինչ մեխանիզմ է գործում։ Սկզբում պատասխանեմ հեռուստադիտողի հարցին, ուրեմն արյան խտությունը եթե բարձր է, դա իրոք կարող է դառնալ պրոբլեմ հղիության ընթացքում, քանի որ շատ հաճախ վիժումների պատճառը հենց լինում է արյան խտությունը։ Դրա համար հղիները պետք է անպայման հանձնեն կոագուլոգրամմա, հա, իրենց հղիության ընթացքում, եւ եթե այնտեղ կա արյան խտության բարձրացում, չնշեցին ինչ, անպայման պետք է դիմել մեր կենտրոնում, մենք ունենք բժշկուհի, որը զբաղվում է հենց հատուկ հղիներով, որոնք ունեն ժառանգական տրոմբոֆիլիա կամ մեկ այլ պատճառով է նրանց մոտ խտացված արյունը եւ նրանք հղիության ընթացքում ստանում են տարբեր դեղորայք, որոնք անհրաժեշտ է տվյալ պահին, որպեսզի չլինի վիժման վտանգ։ Իսկ ինչ վերաբերվում է հղիության ընթացքում կարելի է թե ոչ, այո, ուրեմն հղիության ընթացքում մենք շատ մեծ փորձ ունենք պլազմաֆերեզի կատարման, մինչև 8 շաբաթական հղիությունը ընդհանրապես ոչ մի խնդիր չկա, մենք կատարում ենք, եթե դա անհրաժեշտ է, եթե մարդը ունի հաշելահակամարմիններ, եթե ունի հղիության ընդհատման վտանգ ինչ-ինչ պատճառներով, որը անհրաժեշտ է, որի ժամանակ անհրաժեշտ է կատարել պլազմաֆերեզ, 8 շաբաթականից մինչև 20 շաբաթական աշխատում ենք զերծ մնալ պլազմաֆերեզի կատարմանը, քանի որ այդ ընթացքում, գիտեք, ձևավորվում է պտուղը եւ այնտեղ վտանգ է, ավելի շատ է վտանգը տարբեր խնդիրների, դրա համար այդ ընթացքում գինեկոլոգները աշխատում են իրենց միջամտություններով եւ դեղորայքով, եթե ինչ որ անհրաժեշտ է, այո, пассив թողնել եւ վերջի շաբաթներում, այսինքն 30 շաբաթականից կամ 25 շաբաթականից հետո եթե լինում են ինչ-որ այդ դեպքերում լինում է շտապ դեպքեր, մենք ունեցել ենք կին, որը հիվանդացել էր հերպեսով եւ ուղղակի անտանելի վիճակ էր, նա ուղղակի ցավերից գոռում էր, ամբողջ մարմինը հերպեսով դուրս տված էր եւ մենք կատարել ենք պլազմաֆերեզի 3 պրոցեդուրա, որպեսզի նա գոնե մինչեւ հղիության ավարտը կարողանա այդ ուրիշ կերպ ուղղակի նրան դեղորայք չէր կարելի այդ վիճակում, քանի որ այդ հերպեսի դիմաց դեղորայքը շատ թունավոր են եւ հղիության ընթացքում թույլ չի տրվում, ինչպես նաեւ եթե լինում են ինչ-որ ինֆեկցիաներ, կարմրուկով դեպք ենք ունեցել, որ վերջի 34 շաբաթական հղի էր եւ շատ ծանր էր ստանում, այդ դեպքում ենք արել պլազմաֆերեզ, այսինքն դա արդեն էքստրեմալ վիճակներից ելնելով կամ եթե շատ անհրաժեշտ է, իհարկե կատարում ենք։ Այո։ Լսենք հաջորդ հեռուստադիտողին, բժշկուհի, ալո։ Ես հարց ունեմ բժշկում, ոտքերս այրվում է, արտերոիդ են ասում, արտերոզ են ասում, վառվում է, աջ ոտքը շատ, ձախը մի քիչ,
եւ այտուցվում է, ինչ անեմ։ Հավանաբար հեռուստադիտողը Պարզապես որպես բժշկուհի դիմեցա ձեզ։ Ուրեմն առաջին ես խորհուրդ կտամ մեր հեռուստադիտողին պարզել վերջնական ախտորոշումը, որովհետև ոտքերի այրոցը կարող է լինել եւ արտրոզի, եւ արտրիտի, եւ տրոմբի հետևանք, առավել եւս եթե կան այտուցներ շատ հաճախ հենց տրոմբներն են լինում դրա պատճառը։ Եթե վերջնական կդրվի ախտորոշումը, դիմել կամ ռևմատոլոգի կամ ուրեմն անոթային մասնագետների նրանք բուժում կնշանակեն արտրիտների ժամանակ պլազմաֆերեզը միանշանակ շատ լավ էֆեկտ է տալիս, բայց իհարկե բազիսային բուժման ֆոնի վրա։ Այո, դա բուժումը չէ, արտրիտի առաջնային։ Բժշկուհի անդրադառնանք նաև էլեկտրոնային փոստով ստացվող հարցերին, այստեղ մի այսպիսի հետաքրքիր հարց կա, ասում է, կարելի է պլազմաֆերեզ կատարել նաև երեխաների մոտ, երեխաներին, իմ փոքրիկը 2 տարեկան է, նա ատոպիկ դերմատիտ ունի, պլազմաֆերեզը կարող է այդ դեպքում խնդիրը հաղթահարելու գործում օգնել։ Ուրեմն ատոպիկ դերմատիտը դա ալերգիկ հիվանդությունների մեջ մտնող հիվանդություն է, որը իհարկե առաջի ցուցումը հենց պլազմաֆերեզն է, բայց ցավոք մեր կենտրոնում մենք 2 տարեկան երեխաներին պլազմաֆերեզ չենք կատարում, քանի որ սարքի վրա անհրաժեշտ են ավելացնել հատուկ սարքեր, որը որ կկատարի երեխաներին մանկական եւ դա կատարվում է մանկական հիվանդանոցներում հիմնականում, որտեղ կա մանկական ռեանիմացիա։ Հայաստանում ցավոք ես չգիտեմ կենտրոն որտեղ կատարվում է մանկական բայց աշխարհում կա նման բան, այո, Սանկտ Պետերբուրգում շատ մեծ մանկական այնտեղ հենց կա մանկաբուժական համալսարան, որին կից մանկական հիվանդանոցում շատ մեծ բաժին կա մանկական պլազմաֆերեզի եւ անգամ գիտեմ ով է զբաղվում եւ շատ մեծ արդյունքներ ունեն նրանք։ Այսպիսի մի հարց նույնպես կա բժշկուհի, ասում է, խնդրում եմ ասեք, պլազմաֆերեզը կարող է օգնել պսորիազի դեպքում, ես փորձել եմ պսորիազը բուժելու բազմաթիվ միջոցներ, բայց ոչինչ չի ստացվում եւ հույսս արդեն բոլորովին կտրել եմ, եթե դա կօգնի, ես պատրաստ եմ դիմել այդ միջոցին։ Ուրեմն մենք ունենք մի մեծ խումբ պսորիազով հիվանդների, որոնք արդեն շատ երկար ժամանակ գալիս են մեզ մոտ բուժման, մենք պսորիազով բուժման, ուրեմն գիտեք ինչ, պլազմաֆերեզը չի կարող բուժել պսորիազը ընդհանրապես դա աուտոիմուն հիվանդություն է եւ միակ նպատակը պսորիազի բուժման ժամանակ պետք է լինի, որպեսզի լինի ռեմիսիա, հա, մենք ստանանք ռեմիսիա, այսինքն տվյալ հիվանդության վիճակի կայունացում, այսինքն այդ մաշկի, դուք գիտեք, պսորիազը դա մաշկային արտահայտում ունեցող հիվանդություն է, իհարկե պսորիազի ժամանակ կարող է ախտահարվել եւ հոդերը, եւ երիկամները, բայց նրա ավելի հաճախ արտահայտումը դա մաշկի ախտահարումն է։ Բայց պսորիազի բուժման համար, հա, ավելի շատ մաշկաբաններն են զբաղվում, թե ձեր նշած այլ հիվանդությունների մասնագետները։ Պսորիազով զբաղվում են մաշկաբանները, բայց պլազմաֆերեզը շատ այսինքն արտահայտությունը տալիս, այո, վերացնելու վրա են աշխատում հիմնական, որովհետև դա աուտոիմուն է եւ ներքին մեխանիզմներ կարգավորող միջոցներ փաստորեն չկան։ Միակ միջոցը մենք պլազմաֆերեզի միջոցով դուրս ենք բերում նրանց աուտոիմուն հակամարմինները եւ դրանից հետո երբ որ նրանք ստանում են կոմպլեքսային բուժում, որը արդեն նշանակում են մաշկաբանները, նրանք ստանում են բավականին լավ արդյունքներ, որպեսզի ստաբիլ իրենց վիճակը լինի տանելի, այսպես ասեմ։ Բժշկուհի, մենք այստեղ մի քանի հարցեր էլ ունենք եւ ես ինչպես տեսակ չհասցրեցի հնչեցնել իմ նախատեսած հարցերը, չնայած որոշները հեռուստադիտողների միջոցով հնչեցին եւ դուք պատասխանեցիք, հուսամ մեկ անգամ եւս առիթ կունենանք հանդիպելու եթերում եւ կրկին անդրադառնալու հետաքրքիր այս գործընթացին, որ փաստորեն մի շարք հիվանդությունների դեպքում կարող է օգտակար լինել բուժման միջոց չէ, բայց հիմնական բուժմանը աջակցող միջոց է, բայց խնդրում եմ 1, 2, 3 գուցե մի քանի կետով ասեք, թե ինչ պիտի հիշի պլազմաֆերեզի գնացող մարդը մինչև պլազմաֆերեզը եւ հետո, սննդի հետ կապված, կենսաձևի հետ
հետ կապված։ Ուրեմն պլազմաֆերեզ եկող մարդը առանձնապես արտասովոր ոչինչ չպետք է անի, նա պետք է ուղղակի գա սնունդ ընդունած եւ մի երկու բաժակ հեղուկ խմած։ Այո, ցանկացած սնունդ։ Դրանից հետո մարդիկ մեզ մոտ ընդհանրապես չեն հոսպիտալիզացվում, չեն որպես ստացիոնար պարկում, հա, կատարվում պրոցեդուրան ընթանում է 1 ժամ, 1 ժամ հետո նրանք վեր են կանում եւ գնում են իրենց աշխատանքի վայր կամ ուր որ ուզում են։ Ուղղակի մենք խորհուրդ ենք տալի այդ օրը ավելի շատ հեղուկ ընդունել եւ հետագա 2-3 օրը սպիտակուցային դիետա։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ այսօրվա համար, կրկին հանդիպելու հույս ունեմ եթերում, որպեսզի հասցնենք էլեկտրոնային հարցերին եւ նաեւ իմ հարցերին պատասխանել նույնպես։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր արյունաբան Լուսինե Սիմոնյանը, խոսում էինք պլազմաֆերեզի կամ ինչպես ժողովուրդն է ասում արյունը թարմացնող ժամանակակից մեթոդների մասին։ Բժիշկների հավաստմամբ սա անվնաս մի գործողություն է, որ կարող է օգտակար լինել ամենատարբեր իրավիճակներում՝ ալերգիաներ, արյան բարձր մակարդելիության հետևանքով առաջ եկող խնդիրներ, մաշկային ախտաբանություններ եւ այլն։ Դուք եք ընտրողը եւ ինչպես եւ ցանկացած այլ բժշկական միջամտության դեպքում, իհարկե հաշվի առնելով նաեւ բժիշկների մասնագիտական կարծիքը, խորհուրդը եւ առաջարկը։ Սա այս շաբաթվա մեր վերջին թողարկումն էր, կհանդիպենք երկուշաբթի, առողջ եղեք։